Կգան խորհրդան, թե չէ, ըստ ձեզ։ Ես իրանց տեղը կանխագուշակում չանեմ, բայց իհարկե պիտի որ գան։ Իհարկե կգան։ Կգան։ Հիմա նրանք դիմել են, տեսեք, տարօրինակ վիճակ է, դիմել են սահմանադրական դատարան, բայց ասում են չենք հավատում սահմանադրական դատարանի որոշմանը եւ սահմանադրական դատարան ինչը որոշի, մենք կմնանք մեր կարծիքին։ Ես անկեղծ եմ ասում, ես ուղղակի ամենօրյա ռեժիմով հիանում եմ Արամ Վարդևանյանով, հիացած եմ ուղղակի, նախ ասեմ, որ շարունակում եմ մտածել, որ Արամ Վարդևանյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենահավատարիմ ընտրողն է, ով ոչ մի առիթ բաց չի թողնում քաղաքացիական պայմանագրին քվեարկելու, սա իմ ներքին վստահությունն է։ Որի գործը երկար տևի։ Նայեք Արամ Վարդևանյանի հայտարարագիրը 2017 թվականին, երբ ինքը ՀՀԿ ցուցակում էր ու ՀՀԿ-ն իշխանություններ, ու նայեք Արամ Վարդևանյանի հայտարարագիրը մեր իշխանության տարիներին, օրինակ վերջինը նայեք։ Պատկերացրեք Արամ Վարդևանյանը քանի հաճախորդ է ունեցել իր իրավաբանական ծառայությունների, ապօրինի ծագման գույքով, N1-ով ու ինչ միլիոններ աշխատել։ Վճարունակ հաճախորդներ։ Սա հարստացիր եւ հարստացրու սկզբունքի գործնական կիրառումն է հողի վրա, երբ որ պետությունը հարստանում է ապօրինի գույքը հետ բերելով, դրան զուգահեռ նաեւ փաստաբանները կարողանում են շատ լուրջ գումար աշխատել այս մարդկանց շահերը պաշտպանելուց։ Ինձ թվում է ուղղակի ցանկացած հարմար առիթով Սամվել Կարապետյանի իրավաբանները ասում են՝ «Այ եկեք դատի տանք» ու դա բացի մնացածից նաև շատ կլորիկ վարձատրություն է ընդհանրում այդ իրավաբանների համար, ովքեր որ այդ գործերը ներկայացնում են դատարաններում, այնպես որ վստահ եմ, որ լինելով շատ պատրաստված իրավաբաններ, մեր այդ գործընկերները պարտաճանաչ կերպով վճարում են իրենց հարկերը, այնպես որ խրախուսում եմ նրանց այս մոտեցումը, շարունակեք օլիգարխներից նորանոր հայցերի համար գումարներ վերցնել եւ դրանից համապատասխան պետական մուծումները անելը սիրելի գործընկերներ։ Չէ, բայց ես քաղաքական տրամաբանության մասն էի հարցնում։ Ինչ է նշանակում ՍԴ-ին չենք հավատում, բայց գնում ենք ՍԴ։ Ես ասում եմ, որ չկա այդտեղ քաղաքական տրամաբանություն։ Իսկ բառ բացակայում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմում քաղաքական տրամաբանություն։ Չգիտեմ մյուս տեսակի տրամաբանությունների մասին։ Այսինքն դա է գործել, որը վերաձևակերպել է քաղաքական։ Իմ ընկալումը առնվազն դա է։ Այն ինչը ես եմ տեսնում, այս բոլոր իրենց ներկայացրած հայցերի հետ կապված իմ տպավորությունը դա է։ Բայց իրանք դες առաջարկ են անում, ասում են, եթե այտենց վստահ եք, եկեք երկրորդ փուլ անենք կամ նոր ընտրություններ։ Շատ ֆանտաստիկ առաջարկ են անում իրականում։ Շատ ֆանտաստիկ առաջարկ է, դա ուղղակի ծիծաղել չի առաջացնում, նրանք Հայաստանի Հանրապետություն նոր ընտրություն իրականացնելու առաջարկ անելու ոչ մի բարոյական իրավունք ուղղակի չունեն, բարոյական իրավունք չունեն։ Այլ այն մյուս ուժեր, ովքեր որ պնդում են, որ կոնկրետ այս ընտրակաշառատուները պետքա սահմանափակվի նրանց մասնակցության հնարավորությունը բոլոր հետագա ընտրական process-ներն այս մեկին, նրանց ասածը շատ ավելի լեգիտիմ է։ Բայց պարոն Ալեքսանյան, տարօրինակ վիճակ չի ստեղծվում, տեսեք, դուք ասում եք, որ ընդդիմությունը լեգիտիմ չի։ Այո։ Ընդդիմությունը ասում է, իշխանությունը լեգիտիմ չի։ Ու փաստորեն դուք գնում եք պարլամենտ, դուք վստահ եք, որ իրանք լեգիտիմ չեն, փող են բաժանել, իրանք վստահ են, որ դուք լեգիտիմ չեք, ընտրական վարչական ռեսուրսը կարել։ Վարչական ռեսուրսը հեքիաթների ժանրից է, կներեք իհարկե, բայց առնվազն այդ ասացի մեջ 50% նորից եմ ասում ճշմարտություն է եւ մեր ասած բացարձակ ճշմարտություն է, որը ամենօրյա ռեժիմով ապացուցում է, օրինակ այսօրվա ձայնագրությունը լսեցիք, նոր սերիաներ դուրս եկել վերջին սեզոնի, ասում է չամադանով փող ենք բաժանվել։ Չամադանով փող ենք բաժանել։ Հիմա ես ուզում եմ, ասում են կոնտեքստից կտրված է, հիմա ես ուզում եմ պատկերացնեմ, թե ես որ կոնտեքստում պետք է, օրինակ ես ինքս ասեմ չամադանով փող եմ բաժանել արտահայտությունը, որ դա էլ մի հատ էլ կոնտեքստից կտրվի ու քրեական գործի հիմք դառնա։ Դա չեմ գտնում այդպիսի կոնտեքստ, կարող դուք օգնեք ինձ գտնել նման կոնտեքստ։ Դե, բայց տեսեք, նրանք ասում են չի կարելի հավատալ իրավապահ մարմինների այդ ձայնագրություններին, ինչու։ Նման բան չեն ասում, նրանք չեն վիճարկում իսկությունը։ Ես մինչև վերջ ասեմ, նրանք ասում են, այ օրինակ Բագրատ Սրբազ Գալստանյանի գործը ոնց էր, չէ՞, ասեցին։ Դե հիմա ասեմ ոնց էր, terrorist է եւ այլն։ Եվ անցնում է terror-ի գործով։ Բայց ես աշխարհում չգիտեմ տես պրակտիկա, որ մեկը մեղադրվի terrorism-ի մեջ եւ գատում։ Ես էլ չգիտեմ նման պրակտիկա ու մնացածը բոլորը կներեք, ես ապշած եմ վերաքննիչ դատարանի այդ որոշումից, ապշած եմ, ավել բան չասեմ, ուղղակի ասեմ, որ ապշած եմ, հետո տեսա որոշում կայացնող դատավորը, եթե չեմ սխալվում, պարոն Ռշտունին էր, եթե չեմ սխալվում, ապշահարությունս փոքր-ինչ նվազեց արդեն։
Իսկ տարօրինակ չի, Բայց ասել, որ անկեղծ եմ ձեզ ասում, դա աբսուրդ է ուղղակի։ Աշխարհի ոչ մի երկրում, այո, ճիշտ է, ես նման բան չեմ տեսել ինքս։ դուք էլ եք ապշում։ Այո, ես ապշում եմ, բայց մեր նախընտրական քարոզչության ընթացքում մենք շատ ենք խոսել դատարանների մասին ու վարչապետը նաև հստակ լուծումներ առաջարկել է, մասով որին դեռ կանդրադառնանք առաջ։ Իսկ վերլուծաբաններ կան, որ պնդում են, որ տեսեք, անմիջապես ընտրություններից հետո այդ սրբազանները բաց թողնվեցին, Մասիսի համայնքապետը տարօրինակ ձևով էլի զուգահեռ ընտրություններից հետո հանրապետականի վարչապետի տեխնացուն նրան էլ ազատեցին, այլ մարդիկ ասում են, այ այս մարդկանց հավաքել էին, որ չազդեին ընտրությունների վրա, հիմա ընտրություններից հետո բաց են թողում, երբ որ իշխանությունը իր հարցը լուծել է։ Կներեք, ես հիմա ձեր աչքի առաջ ես պատասխանում եմ կոնկրետ բաների մասով իմ տեսակետն եմ արտահայտում կամ իմ ապրումներն եմ ներկայացնում այդ կայացված վճիռներից։ Երբ որ մենք խոսում էինք մեր վերջին հանրահավաքին մասնավորապես վարչապետի ելույթում, երբ որ խոսվում էր դատական համակարգի մասին, դա պատահական չէր խոսում։ Ամենատարատեսակ այս խնդիրները, նաև սրա նման խնդիրների մասին էր խոսքը գնում, որ նման հատիպ խնդիրներ կան դատական համակարգում, այդ խնդիրները պետքա վերջապես լուծվեն, ու քաղաքացիները այո մեզնից դա են ակնկալում ու դա տեղի է ունենալու։ Ընդդիմությունը համախմբվում է, միավորվում է։ Դուք ռեժիմը խոճապի մեջ է, թե ոչ։ Իսկ իրանք ինչ-որ բայի միավորված կամ համախմբված չեն եղել։ Այս ուղղակի հիմա որոշել են հայտարարեն այն, ինչը միջև ընտրությունը ասում չէինք հայտարարում, որ տրամադրությունները չընկնի։ Միջև ընտրությունը բոլորիս համար ակնհայտ էր, եռագլուխ արտահայտությունը առհասարակ այդ համախմբման մասին է։ Հա, բայց նրանք առանձին էին գնում, երբեմն կտրում էին իրար։ Դա ձևական, միֆական մի բան էր, բայց հենց հաշվարկի գիշերը տեսակ, որ անդիմադիր մամուլը սկսեց ինչ-որ բան միֆական, միասնական ընդդիմություն տերմինը օգտագործել տարբեր մի քանի տեղամաս կար, չէ՞, որ միասին մեզնից շատ ձայն էին հավաքել։ Ասում էին միասնական ընդդիմությունը հաղթում եք, այդ միասնական ընդդիմություն արտահայտությունը բա ինչի՞ այդ ընդդիմադիր մամուլը միջև ընտրությունները չէր կիրառում։ Դե սկզբանե մտածել էին գնանք քաղաքացիներին խաբենք, Գյումրի 2 անենք, այո, բայց մեր քաղաքացիներին միջև ընտրությունն եմ հենց ձեր տաղավարում եմ ասել, որ շարունակում են թերագնահատել մեր ժողովրդին ու ժողովուրդը դրա համար իրենց բարբերաբար պատժելու է անդադար, որտեղ մեր ժողովուրդը հիմար չի։ Իսկ դուք գիտեք, որ դուք պարտվել եք։ Ես լսում էի այնց ընդդիմադիր գլուխներ կան, որ խոսում են եւ ասում են դուք ուզում եք համադրական մեծամասնություն։ Դուք չեք հավաքել։ Այո։ Հետևաբար պարտվել եք եւ ձեր դեմքներից երևում է, որ դուք տխուր եք։ Հետաքրքիր հոգեբանական վերլուծություն է իհարկե, բայց եթե իրենց պետք է դրանով մխիթարեն ու իրենց այդքան բաժանած փողի դիմաց չստացած քվեների դարդը պետքա դրանով փոքր-ինչ գոնե մեղմվի, կարող են այդպես համարել, հատուկ իրենց համար կարող են հիմա տեսախցիկի առաջ մի փոքր ավելի տխուր դեմք ընդունել։ Տխուր դեմք ընդունեք, որ ասեն այս դեմքը կարող են սկրինշոթ անել, այս դեմքը նայել ու իրանց սիրտը գուցե մի քիչ մխիթարվի, որպես այդպեսին, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ բարձր վստահության քվե է տվել։ Բայց չկա այդպես տրամաբանություն, որ դուք նշաձող եք դրել եւ չեք հասել այդ նշաձողին։ Դա առավելագույն նշաձողն է եղել, որը մենք դրել ենք։ Եվ չեք հասել։ Դրել ենք նաև նվազագույն նշաձող կազմել մեծամասնություն, որը հասել ենք։ Դրել ենք նաև նշաձող ունենալ 3/5, որը հասել ենք։ Այո, առավելագույն նշաձողին չենք հասել, բայց ակնհայտ է, որ քաղաքացին իր վստահության շատ մեծ քվեն տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ու դուք ուղղակի պատկերացրեք, որ այս տասնյակ հազարավոր մարդկանց կաշառքները չբաժանվեին։ Պատկերացրեք, որ արտերկրից տիպողաբար մեր քաղաքացիները չբերվեին Հայաստան։ Այդ ամեն ինչը չլիներ, ինձ թվում ակնհայտ է, թե մեր տոկոսը ինչքան կլիներ այս ընտրություններում։ Ու իրանք էլ են դա հասկանում։ Այ ո՞նց եք վերաբերվում այն թեզին, որ եթե նույնիսկ մի մանդատի ձայն կեղծվել է, ազգային ժողովը պետքա ցրվի։ Էդմոն Մարուկյանն ասում։ Չեմ տեսել ինչ ասում, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք չէ անընդհատ նորանոր բաների տանել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսքը շատ հստակ, առավել քան հստակ ասել է, եւ իր խոսքը պետք է կատարվի։ Նա մեզ տվել է մանդատ իրականացնելու մեր բոլոր նախընտրական ծրագրերը եւ մենք այդ բոլոր ծրագրերը իրականացնելու ենք։ Բոլոր նախընտրական։ Պարոն Ալեքսյան,
իշխանությունը ասել է, որ եթե մենք համանդրական մեծամասնություն չստանանք, կլինի պատերազմ։ Ասում են շուտով պատերազմ է լինելու։ Դուք չեք ստացել։ Չի Այսինքն ճիշտ չեք ասել։ Չի լինելու պատերազմ, այլ լինելու է խաղաղություն։ Բայց դուք եք ասել։ Չի լինելու պատերազմ, էլի ենք ասում, հիմա ենք ասում ենք չի լինելու պատերազմ եւ լինելու է խաղաղություն։ Բայց ընտրաշավին ասում եք կլինի պատերազմ, եթե մենք համանդրական մեծամասնություն։ Այդ մասով ավելի հստակ պատասխանները ու ավելի կետային պատասխանները իհարկե առաջիկայում կտանք, թե կոնկրետ մեր որ ասածը ինչ էր նշանակում եւ թե կոնկրետ ինչ ելքեր ենք տեսնում բոլոր իրավիճակներից, բայց վստահաբար կարող եմ ասել չի լինելու պատերազմ, չէ, հիմա մեր իրավաբանները շատ ավելի մանրամասն առաջիկայում վստահաբար կպատասխանեն այդ հարցին, իսկ մա դուք կտեսնեք ամեն ինչը, բայց հիմա վստահաբար կարող եմ ձեզ ասել, որ իրավաբանները ինչ կապ ունեն, դա քաղաքական հայտարարություն է։ Դա քաղաքական հայտարարություն է, հիմնված իրավական, հիմնված երբ է պատերազմ լինելու։ Չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, բայց իրավաբանները կասեն, քանի որ քաղաքական այդ հայտարարությունը հիմնված է իրավական իրողությունների վրա եւ այդ իրողությունները շտկելի են կամ այդ իրողությունները առնվազն քննարկելի են։ Ու հետեւաբար մեր իրավաբանները շատ ավելի մանրամասն այս հարցերով առաջիկայում որոշակի բաներ կհայտարարեն։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, օրինակ, ընտրություններից առաջ դուք Ծառուկյանի մասին համարյա բան չէիք խոսում։ Մեր իրավապահ համակարգն էլ այդպես առանձնապես չէր խոսում։ Մի հատ գործ կա, որտեղ ինքը արդարացվեց։ Չէ, բայց այդ ինքը արդարացվեցի գործը, այդ ինքը արդարացվեցի գործը հստակեց, բայց չէ, սա ֆիքսենք, որտեղ իսկ առանձին է արդարացվեց ոչ թե այն պատճառով, որ դատարանը գտավ, որ հենց ինքը անմեղա ու առհասարակ ընտրակաշառք չի բաժանվել, այլ իր մուլտի-գրուպ կոնցեռնի տնօրենը դատվեց այդ գործով, մեղքը ամբողջությամբ վերցրեց իր վրա եւ նա այդ հանգամանքի բերումով արդարացվեց։ Հա, sense տեղ ունեցավ, երկու հոգով են, մեկը մեղքը ամբողջությամբ իր վրա վերցրեց։ Բայց նաեւ թե ինչպես է դա տեղի ունեցել կամ ինչ վարկած կա, թե ինչպես է դա տեղի ունեցել, վարչապետն էլ է շատ մանրամասն ասում հարցի տեսքով իհարկե։ Շատ լավ, հիմա հենց նա մասնակցեց ընտրություններին եւ ասեց, որ պետքա ձեզ հեռացնել, մեկը պարզվեց, Արադ ցեմենտը ինչ որ բան սխալ է սեփականաշնորվել, մուլտիվելնեսը հողը սխալ է եղել, տները պետքա սարքենք ծերանոցներ, կներեք, եւ սենց հարցադրումներ իր բիզնեսին։ Դա երկու օրվա մեջ չէ։ Դա զուգադիպություն է, որ հենց ինքը մասնակցեց ընտրություններին, այդ ամեն ինչը դուրս եկավ ջրի երես։ Դա կլիներ գուցեև զուգադիպություն, եթե այդպես լիներ, բայց դա այդպես չի եղել։ Այդ ապօրինի գույքի գործերը իր նկատմամբ տարիներով է ինչ գնում են։ Տարիներով է ինչ գնում են։ Ես ճիշտ է կարծիք են առումով որ ցեմենտը պետքա մասնավորեցվի, վերադարձվի պետությունը, լսել եմ ընտրաշավի ժամանակ։ Շատ լավ, բայց դուք չեք իմացել, բայց Արադ ցեմենտը եւ մնացած այդ գույքերը եւ մնացած տների մասին լսել եմ ընտրաշավի ժամանակ, պարոն Ալեքսանյան։ Չէ, դուք լսել եք դրա մասին, նորից եմ ասում։ Այո, ընտրաշավի ժամանակ, քանի որ միջև դա չի եղել հանրային ընդամենը։ Այդ գործընթացները շատ հստակ ամսաթվերով է այդ գործը երբ է բացվել, ինչ քննություն է իրականացվել, այդ ամսաթվերը կան։ Դա այդ օրը չի սկսել։ Եղել է, բայց քանի որ ենթադրում եմ այդ հանրային ակտիվությունը նրանց կողմից է չի եղել, այդ գործերը ոչ մեկի չեն էլ հետաքրքրել։ Բայց ակնհայտ է, երբ որ քաղաքական ակտիվացման փուլում է գտնվում ինչ որ մեկը, ով անցնում է նաև այս գործերով, նրա քաղաքական ակտիվացման հետ կապված այս գործերի մասին խոսակցությունների ձայները եւս բարձրանում են։ Շատ տրամաբանական երևույթ է։ Օրինակ հիմա դուք չգիտեք այս պայդրությամբ քանի հոգի կա, այս ինչ գործով դատվող, ճիշտ է։ Բայց երբ որ այդ դատվողներից ինչ որ մեկը մտնի քաղաքականություն, ակնհայտ այդ գործի բոլոր մանրամասների մասին բոլորը սկսելու են խոսել։ Այստեղ ինձ թվում է երկաթյա տրամաբանություն է։ Իսկ չկա տրամաբանություն, որ մարդուն պատժում են ընտրություններին մասնակցել։ Կարող է լինել նման տրամաբանություն, նորից եմ ասում, եթե այդ գործերը ավելի վաղ սկսած չլինեին։ Կարող էր այդ ձեր ասած վարկածը քննարկելի լինել, եթե այդ գործերը շատ ավելի վաղ սկսած չլինեին։ Դե հիմա այդ իր կոնցեռնի տնօրենը, որ դատվել է, միջև իր ընտրապայքարի մեջ մտնելն է դատվել, ճիշտ է։ Բայց ինչ կա։ Նաև ընդդիմադիրները միասնաբար պնդում են, որ իշխանությունը տարավ Ծառուկյանի ձայները, որովհետև օրենքը հստակ ասում է, որ պետք է լինի վերաքվեարկություն, չի ասում օրենքը նման բան էս դրվագի հետ կապված։ Դե ասում է նշանակել, եթե ազդում են արդյունքների վրա։ Շատ լավ, բայց օրենքը կոնկրետ էս դրվագի հետ կապված չի դա ասում։ Ձեր ասածը տրամաբանական կլիներ ու կիրառելի կլիներ, որքան ես եմ հասկացել նաև ԿՀ ներկայացվածից, եթե
երբ որ անճշտությունների թվերը հանեինք ընդհանուր ձայների թվից, այդ ժամանակ բան լիներ։ Այդ 3 տեղամասի թվերը հանեինք անճշտությունների թվից, այդ ժամանակ իրենք անցողիկ տեղում լինեին, բայց իրենք այդ դեպքում անցողիկ տեղում չեն։ Դեմա որ վերակվեարկություն լիներ իրենք անցողիկ չէին լինի, կանցնեին։ Դա արդեն այլ բան է։ Բա հենց այդ է ես հետ եմ ասում, եթե հիմա այս պայի դրությամբ անճշտությունների թվից հանում ես այդ քվեները ու իրանք անցողիկ են, դա կստացվի, որ հա, պետքա վերակվեարկություն անել, բայց քանի որ սրա հիման վրա անցողիկ չեն, հետեւաբար չէ։ Դե դա մի տեսակ հայցողական է, եթե կուզենար նաև կնշանակեր։ Իսկ եթե չնշանակեցին, շատ չի նշանակում, որ ինձ թվում է ԿՀ նախագահի պարզաբանումը հոդվածի տեսքով առնվազն շատ սպառիչ է։ Թե տակտիկական քվեարկության, թե մնացածի բանը։ Ինչ զարգացումներ կլինեն ազգային ժողովում, մինչև նոր ազգային ժողովի կլինեն նիստեր եւ այլն։ Այո, առաջիկայում այս շաբաթ հենց նիստ ենք պլանավորում ունենալ, մի շարք հարցեր կան օրակարգում, շատ կարևոր։ Օրենքի նախագծեր։ Այո, օրենքի նախագծեր, որոնցից եթե չեմ սխալվում, մեկը կամ գուցե երկուսը, եթե հասցնենք, ես եմ նաև ներկայացնելու գործընկերների հետ ենք հեղինակել, շատ կարևոր նախագծեր ունենք, մեկը խստացնելու ենք ընտրակաշարք տալու, ստանալու եւ տալ-ստանալու միջնորդելու։ Խստացեցիք մի անգամ։ Դե դա ներկայացրեցինք օրենքը, բայց չհասցրեցինք ընդունել, հիմա ենք ընդունելու, պատշաչափերն ենք մեծացնում դրա համար, նվազագույն եւ առավելագույն, ունենք նաև նոր նախագիծ, որով պլանավորում ենք, որ եթե մարդը ազատվել է զինվորական ծառայությունից կամ պարտադիր ժամկետային զինծառայությունից ու կամ հավաքներից վարժական, բժշկական ինչ-որ տեղեկանքի հիման վրա, բայց հետո անցնում է ինչ-որ գործով ու հրաժարվում է անցնել հավելյալ բուժզննություն, դա ենթակա լինի քրեական պատժի։ Որպեսզի չստացվի մի իրավիճակ, որ ինչ-որ մեկը առերևույթ կեղծ տեղեկանք տանի, դրա հիման վրա ազատվի, իսկ հետո արդեն քննչական մարմինները փակուղու առաջ որ ասեն արիստուգենք ինքասի չէ։ Չէ, չեմ գալիս։ Ես տես մի դեպք հիշում եմ։ Շատ դեպքեր կան։ Նարեկ Կարապետյանի մասով։ Գիտեմ, ես գուցե եւ շատ կան նման դեպքեր, այս հարցը շատ վաղուց է քննարկվում իդեպ, պարոն Հայկ Սարգսյանը մեր գործընկեր, գիտեք, որ նախագիծ էր բերել դեռ վաղուց, որը չընդունեցինք, սա նրա այդ փաթեթի մասերից մեկն էր, այս նախագիծը, եւ սա պիտի ասեմ, որ սա այդ նախագծից վերցրած կտորը, որը շատ ավելի վաղ էինք էլի բերել։ Երբ կլինի նոր խորհրդանի առաջին նիստը։ Օգոստոսի 2-ին, եթե չեմ սխալվում։ Եվ հենց այդ օրը կընտրվեն դե առաջին Անդրանիկ նիստում այ պիտի ընտրվեն։ Նախագահ, փոխնախագահ, հանձնաժողովի Անդրանիկ նիստում պետք է ընտրվեն։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Մեր հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ, եւ հիմա ճիշտ կլինի ասել փոխնախագահի տեխնացու։ Առնվազն կարծում եմ այո։ Վահագն Ալեքսանյանն էր, իսկ դուք ընտրելու եք նաև պետք է անդիմությունը բերի երրորդ ի պաշտոնե տրվելու անդիմությանը։ Ես կարծում եմ պետք է տեսնենք թե ում կառաջադրի անդիմությունը։ Այդ դա ճիշտ է, որ դուք եք որոշում թե ով լինի անդիմությունից փոխնախագահ։ Իհարկե, որովհետև խորհրդանը բոլորի խորհրդան։ Հա, բայց անդիմության տեխնացու անդիմությունը ասում եմ տեխնացու, հիշում եք Արտուր Ղազինյանի պատմությունը 15 անգամ։ Հիշում եմ անձամբ դրան մասնակցել եմ, մեր հանձնաժողովն էր, այո։ Բայց դա անդիմության մանդատն է, չէ՞։ Հա, բայց անդիմության մանդատն է, բայց դա չի նշանակում, որ մենք այդտեղ ասելիք չունենք։ Այո, անդիմությունը պետք է առաջադրի, բայց դա ավտոմատ չի նշանակում, որ անդիմությունը ում ուզի մենք պիտի ընտրենք։ Դե դուրս է գալի, որ անդիմությունը պետք է ուզի նրան, ում դուք եք ուզում։ Դա էլ անվանական։ Հա, դրա համար ժողովուրդը մեզ մեծամասնություն տվել։ Հենց դա է նշանակում ստանալ ժողովրդի մեծամասնությունը քվեի։ Իսկ դուք ունեք նախընտրակ տեխնացու անդիմության մեջ։ Բայց դա էլ քննարկեք այ ով։ Չէ, առհասարակ չունենք, նման բան չենք քննարկել, թող իրենք առաջադրեն իրենց տեխնացուներին, կտեսնենք արդեն ըստ իրավիճակի։ Շնորհակալություն։ Իմ տեխնացուն Արեգանն է, լավ կլինի ինքը լինի, որ դուք հանգիստ չունենաք։ Իսկ կարծում եմ ինքը պաշտպանության հանձնաժողովում իր կուռ ռազմական գիտելիքներով շատ ավելի օգտակար կլինի, հատկապես հրանոթաշինության, արկաշինության գործում շատ կարևոր։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։